ընտրատեղամասն է, այստեղ ողջ օրը կարծեք ընտրախախտումներ են հայտնաբերվել, ուղղորդումից մինչև բաց քվեարկություն, հրկիզվող արկղերի չհրկիզվող արկղի բաց լինել եւ այլն։ Ինչպես է գնահատում այս օրերին այսօր Գյումրիում տեղի ունեցած այս ընտրախախտումները եւ ինչ դուք արձանագրեցիք ներսում։ Բայց նախ ուզում եմ արձանագրեմ, որ չհրկիզվող պարանները շատ տեղերում են բաց։ Տեղամասերից մեկում նույնիսկ մենք արձանագրեցինք, որ քվեաթերթիկները լրիվ բաց դրված են պարանի վրա, ոչ թե պարանի ներսում։ Մոտեցանք, արձանագրեցինք այդ փաստը, նույնիսկ հանձնաժողովի նախագահի հետ խոսեցինք, որ թամպես ասած քվեաթերթիկները չի կարելի այդպես անտեր թողած, կներեք ճակերտներով անտեր թողել, որովհետև ի վերջո դրանք ընտրական փաստաթուղթ են եւ նրանք պետք է պահված լինեն։ Ու շատ տեղերում է այդպես, որոշակի մինչև վերջ դժվար է նույնիսկ ասել միտում թե անփութություն է, բայց շատ տեղերում ենք հանդիպել։ Կոնկրետ այս ընտրատեղամասում իհարկե հավելյալ գործոն կա, որ բավական ուժեղ է այդպես ուղղորդման ակտիվությունը, օրինակ այո, մենք առավոտյան արձանագրել ենք դեպք, երբ որ քաղաքացին դուրս եկավ քվեաթղթից, չքվեարկած, հանձնաժողովի նախագահը մոտեցավ իրեն եւ օգնեց քվեարկել, որը իհարկե անթույլատրելի է, որովհետեւ քվեարկությունը պետք է բացառապես գաղտնի լինի։ Եվ այս տեղամասում նաեւ կա խնդիր, որը ոչ թե տեղամասի ներսում, այլ տեղամասից դուրս է։ Իսկն տեսել եք, այս խաչմերուկի վրա անընդհատ կուտակումներ են առավոտվանից, անընդհատ մարդիկ են գնում են, գալիս են, փորձում են այդպես ինչ-որ իմաստով ուղղորդեն, եւ այս ընտրատեղամասը հայտնի է դրանով, որ իշխանության տեխնացուն է ստեղ բնակվել, իր ազդեցությունը ստեղ մեծ է, ընտրական տեղամասից 40-50 մետր հեռավորության վրա ինչ-որ գրասենյակներ են գործում, որտեղ մարդիկ անընդհատ ելումուտ են անում, քաղաքացիները մտնում են այնտեղից դուրս են գալիս եւ այլն։ Ուստի այստեղ իհարկե շատ խնդրահարույց է այս տեղամասը, եւ մենք օրվա ընթացքում բավական մեծ քանակությամբ խախտումներ ենք արձանագրել այստեղ, եթե տեսնենք, որ խախտումները քրիսկական զանգված են կազմում, դա նաև հիմք կարող լինի կոնկրետ այս ընտրատեղամասում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու եւ նոր քվեարկություն կազմակերպելու համար։ Խոսքը միայն այս գիտենք, որ 31-ի 69 եւ 70 ընտրատեղամասերում են հիմնականում ընտրախախտումներ լինում, այլ ընտրատեղամասերում այս ծավալի ընտրախախտումների մասին լսել եք։ Չգիտեք ոնց է, տեսեք, ընտրախախտումներ տարբեր տեղամասերում կա, պետք չի մտածել, որ միայն այս երկուսում է, թեև այս երկուսը ոնց որ ինչ-որ իմաստով տենց բոլոր տեսակ ռեկորդներն են խփում խախտումների գծով, բայց այլ խախտումներ, արձանագրել են խախտումներ, ընտրական իրավունքի օրինակ խախտում, երբ որ քաղաքացուն գործող անձնագրով չեն թույլ տվել քվեարկել, կամ օրինակ անձնագրի ժամկետն է լրացել, չեն թույլ տվել քվեարկել, թե օրենքում հստակ նշված է, որ անձնագրի ժամկետի լրանալը հիմք չի ընտրական իրավունքը մերժելու։ Եթե քաղաքացին գտնվում անդրացուցակների մեջ, նույնիսկ նրա անձնագրի ժամկետը լրացված է, նա պետք է ընտրական իրավունք ունենա, բայց քաղաքացուն զրկել են քվեարկության իրավունքից։ Ունենք դեպքեր, երբ որ տեղամասում շատ մեծ ոնց որ բան է, ակտիվություն է եւ ինչ-որ իմաստով խաղացիկ ակտիվություն է, քաղաքացիները մինչեւ վերջ չեն պատկերացնում, ինչպես է պետք քվեարկել, ասենք կոնկրետ այս տեղամասում էլ դեպք ա եղել, երբ որ քաղաքացին քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ, բայց լավ դրված չի եղել, իրեն ասել են, որ պետք է մի քիչ դուրս քաշի քվեաթերթիկը, որպեսզի հնարավոր լինի դրոշմանիշը դնել, դուրս քաշելուց քվեաթերթիկը ճղվել է։ Դրանից հետո անբավեր են ճանաչել քվեաթերթիկը եւ ծրարը, որը իհարկե անթույլատրելի է, որովհետեւ քաղաքացին միտում չի ունեցել, իրան ասել են դուրս քաշի, դուրս է քաշել, ճղվել է, պետք է հնարավորություն տան, որ ինքը երկրորդ անգամ ստանար նույն տրցակը, դա արձանագրվեր, գնար երկրորդ անգամ քվեարկություն աներ, բայց դա տեղի չունեցել եւ այլն։ Այսինքն բազմապիսի sense մանրու մեծ խախտումներ կան, բայց ամենամեծը իհարկե այստեղ այս կուտակումներն են, որոնք նորից էլի հիմք են տալի ենթադրելու, որ ուղղորդում է տեղ ունենում։